Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես ձեզ կկարդամ հայաստանյան իրադարձություններից մի այսպիսի հոդված, որը կոչվում է «Պատճառը ցածր աշխատավարձն է», խոսքը վերաբերում է բժշկության բնագավառին եւ ընդհանրապես պատկերացում կարելի է կազմել, թե ինչ է կատարում Հայաստանում այդ հարցի շուրջը։ Պետք է նախապես զգուշացնեմ, որ հոդվածը գրված է A1+-ում։ Այս թերթի մասին կամ այս լրատվական միջոցի մասին ձեզ մի քանի ծանոթություններ այսպես անցկացնեմ։ Ինչպես գիտեք, սա Լևոնյան ժամանակաշրջանի լրատվական միջոց է, հատկապես ակտիվացավ 2007 թվականից հետո, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այս թերթը ռեկորդներ սահմանեց կեղծիքներ հրատարակելու ամբողջ ճակատով, ֆրոնտով, թղթակիցներով, խմբագրությամբ աշխատելու երկրում խառնիճաղանճ վիճակ ստեղծելու, որպեսզի նորից իշխանության գա հանրապետության անկախությունից հետո առաջին նախագահ, որը գիտեք ձախողվեց, չստացվեց, հետագայում թերթը կորցրեց իր ուղղությունը, դեգերումների մեջ էր, որովհետև ընդդիմության այդ տեսակը նա չէր կարողանում փոխարինել որևէ այլ ձևի աշխատանքով, մանավանդ որ երբ որ Սերժ Սարգսյանի վարած թուրքամետ քաղաքականությանը մերձացավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը եւ լրատվական այն միջոցները, որոնք հախուռն կերպով ֆինանսավորվելով դրսից Սորոսյան հիմնադրամներից ստեղծում են ժողովրդավարական պատրանք, բայց հիմնականում իշխանափոխությանը կամ պետության, քաղաքականության հարցերին էին նվիրված, կամաց տեղատվություն ապրեցին։ Այսինքն փորձում են հիմա մտնել իրենց ելման կետերը եւ սպասողական դիրք բռնել եւ անցել են կենցաղային թեմաների, բայց կարմիր թելի նման իրենց հետ տանում են պոտենցիալ հայկական պետության դեմ ուղղված որոշակի նկրտումներ։ Եվ այդ նկրտումների մեկը բժշկական այս բնագավառի հետազոտումն է կամ հաշվետվությունը, որը կատարում է A1+-ը։ Թերթը իհարկե չի կորցրել իր մասսայականությունը, որովհետև ներկա պայմաններում ընդդիմության որևէ ձև արտահայտություն չկա Հայաստանում եւ ընդհակառակը քանի գնում հանրապետական իշխող կուսակցության շուրջ են հավաքվում եւ իշխանությունները եւ նրանց արբանյակները եւ բիզնեսային աշխարհը եւ օլիգարխները, այսինքն տեղի ունենում իշխանության կենտրոնացում եւ ընդդիմության բացակայություն։ Նրա տեղը փորձում է բռնել հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ մնացած կուսակցությունները պարզապես քայքայված վիճակում են։ Առանձնապես իր տեղը կորցրեց նաեւ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, եւ այդ կուսակցությունը կարծես թե արդեն էլ գոյություն չունի, որովհետեւ հանկարծ ամբողջ կուսակցությունը դեմ դուրս եկավ իր լիդերին Լյուդմիլա Սարգսյանին, եթե չեմ սխալվում։ Եվ այսպես մի ապա կուսակցականացված, ապա ընդդիմացված լրատվական միջոցների կողմնորոշումը կորցրած իրադրություն է Հայաստանում։ Բայց ակնառու է իշխանության կենտրոնացումը, ինչպես ասեցի, 3 կուսակցությունների շուրջը, որոնք սանդղակով կամ կոալիցիոն ձևով միացած են իրար, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որը արդեն իր ապրած կյանքով ծանոթ է Հայաստանի կամ Սփյուռքի հայերին, երկրորդ տեղը գալիս է Բարգավաճ Հայաստանը եւ երրորդը օրինաց երկիրը։ Իհարկե օրինաց երկիրը կատարում է ոչի դերը այս կոալիցիայի մեջ, բայց բոլոր դեպքերում չի վնասում իշխանության կատարած աշխատանքներին։ Արտուր Բաղդասարյանն է, եթե գիտեք, որ հիմա անվտանգության խորհրդի քարտուղարն է։ Եվ այսպես A1-ը տեսնենք ինչպես է մոտենում Հայաստանում կատարող իրադարձություններին։ Արդյոք
անշահախնդիր է կամ կառուցողական է նրա քննադատությունը, թե վառ է պահում բնակչության մեջ պետության նկատմամբ տածած ատելության սերմերը։ Ուրեմն այսպես, սկսում եմ կարդալ, զարմանքից քարացա, երբ երեխայիս արյան մեջ ներարկվող կաթիլային սարքի հեղուկի մեջ մազ նկատեցի։ Անմիջապես կանչեցի բժշկին եւ պահանջեցի փոխել։ Ինչպես կարելի է լինել այդքան անուշադիր, մինչդեռ բուժման համար փող վերցնելիս նման անուշադրություն չեն ցուցաբերում։ Ամեկին պատմեց Երևանաբնակ Հռիփսիմե Հակոբյանը, որի երեխան վերջերս բուժում է ստացել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի մանկական բաժանմունքում։ Սա որպես նախաբան կամ ինչպես ասում են ջայլամի բաց թողում, որ այն հեղուկները, կենսահեղուկները, որոնք միացնում են կաթիլային օրգանիզմի սնուցման համար, հանկարծ մազ են նկատել մայրը, որը որ երեխային բերել է բուժման։ Եթե սա քննեք, պարզապես թղթակիցը չի հասկանում, թե ինչ է խոսում։ Նա պատկերացնում է, թե հեղուկները այդ տոպրակների մեջ պլաստիկ է, որը միացվում են անմիջապես սիստեմներին, հիվանդանոցը կամ բուժ հիմնարկը ստանում է տոննաներով, ինչպես անտիֆրիզը, որ լցնում են մեքենաների ռադիատորների մեջ, եւ այդպես էլ տոննաներով ստանում է եւ այնտեղ աշխատակիցը բաժակով լցնում է այդ պլաստիկների մեջ, բերանը փակում է, ինչպես ջուրը կամ գինին կամ ես իմ օղին, հետո բերում կախում են հիվանդի մոտ ու միացնում են կաթիլային։ Եվ այստեղ հանկարծ այս լցնողը մազերը չի կապել եւ մազը անցել է ամանի մեջ ու տեսել է մայրը, որ պլաստիկի մեջից մազ է երևում։ Իհարկե սա հեքիաթանման է, որովհետև այդ պլաստիկի լցոնված արդեն պատրաստի հեղուկները ստացվում են եւ կենտրոնացված մատակարարում կա։ Նույնիսկ նրանք արտադրվում են արտասահմանում, եթե չեմ սխալվում, հայտնի ֆիրմաներում, եւ դրանց այդ բաղադրությունը կամ պարունակությունը բանը ինչ որ կասկածի ենթարկել, թե մեջը մազ կա, ինչ որ անհավանական է այդպիսի բան։ Եվ եթե կա էլ հայտնաբերվել է Հայաստանի հիվանդանոցներից մեկում, ապա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է այդ պլաստիկե տոպրակը պատրաստող եւ հեղուկով լցոնվող հիմնարկության վրա, ոչ թե նրա վրա, որը կախել է եւ երեխայի երակի է միացրել, որովհետեւ այդտեղ մտնել այդ տոպրակի մեջ անհնար է։ Ինքն իրեն դատարկվում է եւ սեղմվում է։ Դուք գիտեք կաթիլայինները ինչ է։ Նույնիսկ եթե ինչ որ բան պիտի խառնվի դրան, սիստեմայի մեջ հատուկ տեղերից շպրիցներով ավելացնում են լրացուցիչ, ասենք անտիբիոտիկներ, դեղորայք, կաթիլային շպրիցով միացնում են, բայց բալոնի մեջ որ մազ հայտնվի, ուրեմն սա շատ տարօրինակ է։ Բոլոր դեպքերում այս կետից ամեկը սկսում է։ Հավաքարյաններին խնդրում ես, որ գան եւ սենյակը մաքրեն, ասում են, օրվա մեջ մաքրում ենք 2 անգամ, իսկ հավելյալ աշխատանքի համար պետք է վճարեք։ Ամեկին պատմեց նա։ Այսինքն, եթե 2 անգամ մաքրում են օրը հավաքարարները, եւ եթե հանկարծ կեղտոտվել է էլի, իսկ ով է կեղտոտել, ինչու է կեղտոտել, ասենք թե հավաքարարին խնդրելու կարիք չունես, այլ այնտեղ կա հարկի հերթապահ, բժշկության պատասխանատուն, հավաքարարներին անձը կամ հիվանդապահը ինչ գործ ունի, աշխատանք հանձնարարի, որովհետև հավաքարարներին հանձնարարողը իր ղեկավարությունն է, որ ստանում է պատվերը, որ այսին սենյակը երբնանք արտակարգ կեղտոտվել է։
Հավաքարարների հետ ի՞նչ գործ ունես դու։ Պատվիրում ես, եկեք այս սենյակը մաքրեք։ Այդպես ամեն տեղ։ Նրանք հանձնարարում են, հավաքարարը գալիս է։ Ոնց որ հաճախորդ, հիվանդ, հավաքարար հարաբերությունները բացառված են։ Իսկ հավաքարարն ասում է հավելյալ աշխատանք եմ կատարում, պիտի վճարեք։ Ամեկի նմանատիպ բողոքներ ամեկին հասցեագրվում են շատ հաճախ։ Կարծես թե ամեկը ինչ որ բողոքների կենտրոնը կամ ինչ որ բան կարող անել։ Նա պարզապես կառուցում է իր ընդդիմադիր պաշարը, որ եթե հեղափոխություն բան լինի, դրանք հանի մեջտեղ։ Համաձայն բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում, սակայն ծնողների պատմելով գումարը վերցնելու գործընթացը սկսում է հենց հիվանդանոց մտնելու պահից։ Հենց ընդունարանում երեխայի համար անկետա բացելու համար նրանցից գանձում են 1000 դրամ, 1000 դրամը կանի $2.5, որից հետո եւս 1000 դրամ արյան անալիզ վերցնելու եւ կաթետր դնելու համար։ Այն ի դեպ հիվանդանոցներում պահանջում են ծնողներից 2000 դրամ արժե նաեւ ռենտգենը $5։ Շնորհակալություն չեք հայտնելու, ասելով ամեն առավոտ որոշակի գումար են ծնողներից ուզում նաեւ բուժքույրերը։ Առավել խոշոր չափի գումար գանձվում է հատկապես երբ երեխային հիվանդանոցից դուրս են գրում։ Բուժող բժիշկը լրացնում է բոլոր թղթերը, հետո փորձում խոսել ընտանիքի հոր հետ եւ խորհուրդ տալիս նրան, ճակերտների մեջ է գրված, մտնել բաժանմունքի վարիչի մոտ, այսպես կոչված շնորհակալություն հայտնելու։ Ծնողներից մեկից օրինակ ուզել են 25000 դրամ։ 25000 դրամը դա կանի $65 մոտավորապես։ Մեկն էլ բաժանմունքի վարիչին վճարել էր 10000 դրամ։ Սակայն հետո նրա պահանջով ավելացրել եւս 5000։ Իդեպ ծնողներից եւ ոչ մեկը չցանկացավ ներկայանալ։ Ծիծաղելու բան է։ Սա գրվում է իդեպ ծնողներից ոչ մեկը չցանկացավ ներկայանալ, վախենալով, որ բժիշկները թե հիմա թե հետագայում վատ կվերաբերվեն իրենց երեխաներին։ Այս նախադասությունը ասում այն մասին, որ ամեկը սխալ ճանապարհի վրա է։ Որովհետև ի՞նչ է նշանակում ծնողներից ոչ մեկը չներկայացավ։ Վախենալով, սրանով ինքը կտրում է այս լուրերի հավաստի փաստարկումները, որտեղ այսպիսի լուրեր չեն հաղորդում լրատվության մեջ, սա կոչվում է բանսարկություն։ Եթե պիտի ասում ես, վկայում ես, բայց ո՞նց է հանկարծ այս թղթակիցը, որը որ գրել է, կամ թերթը, չկա այս մասին, ով է գրել, ամեկն է, ամեկն էլ աշխատակազմ ունի, բայց չեն վախենում, որ իրենց երեխաները հանկարծ բուժական հիմնարկ կընկնեն, որտեղ եք աշխատում, ամեկ պլյուս, այնա որ բժիշկների դեմ գրում է հոդվածներ, բաներ, մենք ձեր երեխային չենք բուժում, չէ՞, բայց ո՞նց է սրանք չեն վախենում, բաց գրում են, իսկ ծնողները չեն վախենում են ներկայանալ։ Վատ կվերաբերեն իրենցին, թեև նաև նշում են, որ լիովին չեն ցանկանում մեղադրել միայն բժիշկներին եւ գոհ են նրանց աշխատանքից, միայն նրանց մեղադրել չարժե, քանի որ պարզ է, որ նրանք սոսկ մի օղակն են, ասացին նրանք։ Նրանց բերանով խոսում է, բայց չի ա։ Փորձեցին կապվել բողոքի առիթ դարձած բժշկական կենտրոնից մեկի գլխավոր բժշկի հետ, որը նախ հերքեց գումարների վերցնելու փաստերը
հետո պահանջեց ներկայացնել կոնկրետ անուններ եւ դեպքեր, հետո հրաժարվեց գնահատական տալ երևույթին։ Ցավոք սրտի, ամբողջ Հայաստանում դրա նման երևույթներ կան, որի դեմ մենք պայքարում ենք, իսկ մեր կառավարությունը տարբեր բարեփոխումներ է առաջարկում, որպեսզի այդ ստվերային գումարներից դուրս գան եւ բուժաշխատողը զերծ մնա նմանատիպ բաներից եւ իրեն արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Ամեկի հետ զրույցում ասաց նա. բժիշկները գործել են գաղտնի, առավել մեծ չափերի դրամ վերցնելու գործընթացը տեղի ունենում նաև ոչ մանկական բաժանմունքներում։ Բնակիչներից շատերը օրինակ տեղյակ չեն, որ հիվանդանոց տեղափոխվելիս պարտավոր է վճարել միայն պետական գումար։ Բողոքներից մեկի համաձայն հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդի հարազատներից բժիշկները յուրաքանչյուր օրվա համար գանձել են 6-ից 10,000 դրամ, 12,000, պարտադրել գնել ողջ դեղորայքը, ընդհուպ ներարկիչներն ու կաթիլային սնուցման համար նախատեսված դեղերը, դա արժեցել է օրական 30-ից 15,000 դրամ։ Հարազատները հիվանդին այցելելու համար պարտադրված գնել են նաև 1000 դրամով վաճառվող խալաթը։ Բավականին գումար են տվել նաև անալիզների համար, սակայն առավելապես անակնկալի են եկել, երբ հիվանդին դուրս գրելիս պարզվել է, որ դեռ պետք է պետական գումար վճարել 138,000 դրամի չափով, որը կանի մոտ 270-ին գումարած 60 $330։ Դա պետական վճար է, որը փոխանցվում է ինստիտուտի դրամարկղ։ Ընդհանուր գումարի մեկ մասը 81 դրամարկղ, մյուս մասը բաժնի վարիչին։ Դա կենցաղային ծախսերն են՝ առենդա, բաժանմունքի ապարատուրա, լույս, գազ եւ մնացած հարցեր։ Դրա մեջ չի մտնում պալատի եւ դեղորայքի համար գումարը, տեղեկացել են նրանց հիվանդանոցի ընդունարանում։ Միջադեպի մասին Ամեկ Պլյուսը տեղյակ պահեց հիվանդանոցի փոխտնօրենին։ Հիվանդի հարազատները պետք է հենց առաջին օրը միայն պետական մուծում կատարեին եւ ոչ բժիշկներին գումար տային, ոչ էլ դեղեր գնեին։ Ցավոք, մեր բժիշկների մեծ մասը տեղյակ չեն իրենց իրավունքներին, բնակիչների ներողություն, իրենց իրավունքներին տեղյակ չեն։ Կարծում եմ այս ուղղությամբ պետք է աշխատենք եւ մենք, եւ զլիմները Ամեկին ասաց նա։ Նշենք, որ Ամեկը հատուկ չի մատնանշել բողոքի առիթ դարձած հիվանդանոցների եւ գումար պահանջած աշխատակիցների անունները, քանի որ երևույթը տարածված է Հայաստանի գրեթե բոլոր բուժ հիմնարկներում։ Այ քեզ պայքարի ձև։ Չեմ ուզում ասեմ անունները, ասում եմ վատամարդը լեմ, որովհետեւ բոլոր հիմնարկներում էլ այս ձևի է։ Այսինքն Ամեկը հոտված է գրել, որը վերջում քեզ սպասում էր, որ ինչ-որ մի բան պիտի անի, բայց մեկը տեսնում ես աջապ սանդալ սարքեց, թվեր մվեր ասելով, վերջում էլ դուրս եկավ, թե չենք ուզում ասել անունները, այսինքն համ նալին է խփում, համ մեխին է խփում, հետո էլ վատամարդ չլի հանգարց, եւ նաեւ ձգված տերոր անում բժիշկներին, հիվանդանոցներին, որ տեսեք չեմ ասում, որ հանկարծ մենք հանդիպենք, բարեկամներ ենք, չէ, բայց դե պլանս կատարում եմ։ Բնակչության մեջ ստեղծում եմ համապատասխան դոզայի թեթևակի։ Դժգոհություն, ատելություն, քաոս, որպեսզի անմար մնա, չհանգչի Հայաստանի պետության նկատմամբ որևէ տեղից բռնկվող խարույկի կայծը։ Սպասենք, տեսնենք, եթե կբռնկվի հեղափոխություն, խառնի ճաղանջություն, բան եւ այլն, ապա յուղը կավելացնենք։ Բոլոր դեպքերում այսպիսի ֆիթիլ չհանգչող, մարմրող հոտվածներ Ամեկը անընդհատ բաց է թողում։
Բժշկության վերաբերյալ, քանի որ Հայաստանից են լսում, վերաբերյալ այս տեսակի հոդվածները իհարկե գալիս են ոչ թե, ասենք, սահմանադրությունից, ոչ թե իշխանության թուլությունից կամ ուժեղությունից, այլ պարզապես հասարակության զարգացման մակարդակից ուղղակի, եթե կամ հոգեվիճակից, այդպես ասենք ավելի լավ է։ Վախեցած հասարակությունը, ստրկամիտ հասարակությունը ընդունակ է իր ծոցում աճեցնելու եւ կաշառակերությունը, եւ հովանավորչությունը, որովհետեւ վախ ունի սրտում։ Նրան չես կարող հետ վերել, ասել թե այդպես չի, եւ ինֆորմացիայի բացակայությունը, ավելորդ ինֆորմացիայի արկայությունը, կեղծ ինֆորմացիայի արկայությունը, այս բոլորը գալիս են հասարակության վրա բեռ դառնալու, կամ բարձվում են, որ նա չի կարողանում կողմնորոշվել եւ ինքը երբեք, ասենք, հայ հասարակությունը նախաձեռնող չի, իր վրա չի վերցնի, որովհետեւ պատասխանատուն ինչ որ գործ անելու, դա չի անի, ուրիշի ձեռքերով, ուրիշի մեթոդներով, ուրիշի հետևից գնալով, վախ վերած կամ առաջը մարդ պետք է լինի, կամ հետևը մարդ պետք է լինի, մեջտեղում կքայլի, բայց երբեք կուրսը չի տա պայքարի, արդարության, մաքրության, այս հարցերին իր վրա հայ հասարակությունը կամ անդամը չի վերցնում։ Եվ եթե ուշադիր նայեք այս 20 տարվա դրանից առաջ սովետական շրջանում միշտ էլ նույնն է եղել։ Վախեցած, տրորված, ոչ մի բանի չհավատացող, փշտ որ անես կփախչի, ինքնազոհում, չկա այդ բաները, բայց դյուրը հավատ, նաև դյուրը հավատ, մի հատ հիմարի մեկը դուրս գա սկսի քշել այդ ամբողը, հետևից կգնա, որովհետև հավատում է, որովհետև լուր չունի, բան չունի, բայց այսպես եղել է ու գնում է։ Իհարկե, այս բոլորը գալիս է նաև կյանքի փորձից, հասարակության կյանքի փորձից։ Եթե հասարակությունը ապրել է մի կյանքի ընթացքում, որտեղ իր մաշկի վրա զգացել է իր պայքարի անզորությունը, հետևաբար նա այս դիրքում կմնա միշտ, կվախենա, չի կռվի, եւ սովետական շրջանը բնորոշ էր նրանով, որ նա դա այդպես էր։ Ասենք միակուսակցական պետություն, որը իր գաղափարախոսությունը համարում է աշխատավորի շահերի պաշտպանություն, վերջացավ արդեն։ Իսկ եթե աշխատավորը հանկարծ ասում է իմ շահերը չի պաշտպանվում, ըստ ձեր սահմանադրության, ապա տիրող իշխանությունը, կուսակցությունը, կոմունիստական ասում է քու ասածը ստամոքսային, այսինքն ստամոքսից բխող փիլիսոփայությունը, ոչ թե հասարակության ստամոքսից, քու անձնական ստամոքսից։ Եվ այս դևիզը տարածված է մինչև հիմա։ Եվ իզուր չեմ ասում ես, որ կոմունիստական կուսակցության կոմսոմոլներից կազմված գվարդիաներով այսօրվա կառավարությունը Հայաստանում, որ ոչ մեկը ձերբազատված չէ դրանից։ Եթե մի բան են անում, նայում եք, տեսնում եք ռայկոմի քարտուղարի գործողություններ են, շարժումները, ամեն ինչը նույնն է։ Ղեկավարի մոտ ղեկավարը նստած չէ ինքը, հանկարծ զգում եք վերածնված ռայկոմի քարտուղարը նստած, կոմսոմոլի նախ քարտուղարը նստած, քարտուղար են նստած, պարտիական աշխատող է նստած, ոչ մեկը չի համարվում իր գործի համար աշխատավարձ ստացող աշխատավոր, ծառայող, այդպիսի ոչ մեկը չի համարում, բոլորի ուղեղների մեջ իշխանական համակարգ, սերվիսներ, ամենտեղ նստած է, որ աշխատավարձ իրենց համար նշանակություն չունի, հենց այդպես էլ նստած է։ Եվ ժամանակին վերջերս էլ էլի հաղորդեցինք, կարդացիք դուք, Լաուրենս Արաբյացին
ասում էր հետևյալ նախադասությունը, եթե ուշադիր եք. հայ տեսակը չի կարող աշխատավարձով աշխատել։ Այս նախադասությունը մոռացել եք, հա։ Միայն հիշում եք, որ հայերին պիտի ջնջել ամերիկացիների հետ, գործարար հայերը այսպես կանեն, այնպես կանեն, հայերը սենց են, հայերը նենց են, այդ անտանելի հայերը հոտվածի մեջ է, բայց այնտեղ մի նախադասություն կա այդ մասին, որ հայը աշխատավարձով աշխատողը չի։ Եվ այդ նախադասությունը, որը ես կարդացի անտանելի հայերի մեջ, Լաուրենս Արաբիացին, որ ասում է անգլիական հետախուզության լրտես եւ այլն հայերի մասին, հայերին բնութագրեց։ Սա նշանակում է մեր մասին արդեն Անգլիայում գիտեն, թե ինչու հայը աշխատավարձով չի աշխատի։ Ինչու հանկարծ նա գտնելու է աշխատավարձը շրջանցող ինչ որ ձևեր, մեթոդներ։ Ինչու այս հարցը, որը 100 տարի առաջ կամ 200 տարի առաջ քննվել է անգլիական լորդերի պալատում եւ մեր վրա դրած է կնիկ, որ հայը աշխատավարձով աշխատողը չի ուրիշի համար։ Այս լավ բան է թե վատ բան է։ Ինչա նշանակում է նախադասությունը։ Եվ այսօր կարդում եմ ես ձեզ հոդված, որը կարծես թե անտանելի հայերի հետ կապ չունի, Լաուրենս Արաբիացու, բայց այստեղ գրած է պատճառը ցածր աշխատավարձն է։ Սա էլ տեղյակ չի, չէ՞ դրանից։ Որ այս բժշկության ամբողջ սերվիզը ես կարդացի ամեկի գրած, բայց խորությամբ անալիզ չի արված։ Ինչու հայը աշխատավարձով չի աշխատում։ Այս ի՞նչ բան է, որտեղից է գալիս։ Եվ ինչքան մենք գիտենք, առաջի հանրապետությունից սկսած 18-20 թվականից, երբ որ կառավարության անդամները աշխատավարձ էին ստանում, ձեռի հետ բիզնես էին անում։ Աշխատավարձ իրենց համար նշանակություն չունի։ Եվ երկիրը բամբակի գործ էին անում իրենց ազնական հաշիվների վրա էին գրում։ Նրանից են կողմ ոչինչ չենք հիշում, որտեղ մենք չունենք կառավարություն, որ ասենք ինչու հայ պաշտոնյան աշխատավարձով չի բավարարվում։ Այս ի՞նչ պատմություն է։ Միգուցե գաղափարախոսության մեջ կա սխալ, որ իրան դրդում է կամ ինչ ձգտումներ ունի, որ աշխատավարձը իրան չի բավարարում։ Եվ ինչ պետք է անել, որպեսզի աշխատավարձը իրեն բավարարի։ Հասարակության ռեակցիան կամ գործունեությունը ինչպես իջեցնել, որպեսզի աշխատավարձով աշխատող պաշտոնյան, տվյալ դեպքում բժշկական սերվիզը կամ իշխանության մեջ աշխատող նախարարը, չգիտեք ինչը, ձեռքը չգցի բիզնեսին։ Եթե ընտրել է քաղաքականությունը պաշտոնավարումը, ապա աշխատավարձով ապրի։ Եվ ոչ թե աշխատավարձը արհամարվի եւ ոչինչ չարժենա աշխատատեղի համար։ Ինչն է պատճառը։ Այս հարցը, որ հիմա այս քննարկումից հերվիչկան սկսեցի, Լաուրենս մտա, Արաբիացի մտա, որ հայերը աշխատավարձով աշխատողը չեն։ Այնտեղ նա այն միտում ունի, որ հայերը որպես պաշտոնյաներ կամ ծառայողներ անգլիացիների համար չեն աշխատի։ Բայց մենք տեսնում ենք, որ հիմա հայերը որպես այդպիսիք հայերի համար էլ չեն աշխատում։ Հենց տարօրինակը սա է։ Մեզ հետաքրքրում է լավ անգլիացիների համար Լաուրենս Արաբիացին ասում են, սրանք մեր համար չեն աշխատի, դրա համար հարկավոր է ոչնչացնել։ Հասկացանք, չեն աշխատի, որտեղ իրենց դղյակները կուզենան սարքեն, գրված է, չէ, տարբեր տեղերում, մնացած ժողովուրդներին աշխատացնել իրենց համար, իրենք քաղաքակրթության կրողներ են, մշակույթով բանով ամեն ինչ առաջ են, լավ են, մնացածը հետ են, բան են, այս ձևի են ներկայացնում Արաբիացին։ Հա, բայց
Ինչ է նշանակում սեփական պետության, սեփական ժողովրդի համար աշխատավարձով չաշխատելը։ Այս ինչ, սրանք տարբեր հասկացողություններ են։ Եթե արաբացին ասում էր անգլիացիների համար բոլոր ժողովուրդները պիտի աշխատեն աշխատավարձով, խելոք պիտի աշխատեն։ Մեկ անգլիացու պահելու համար 250 այլազգի պիտի աշխատի աշխարհի վրա։ Այս մեր գաղափարախոսությունն է։ Իսկ հայը դրա մեջ չի մտնում, որովհետև մեր համար չի աշխատի։ Հասկացանք, հայը թագավորը իշխանա չի աշխատի, ինք իր սեփական բիզնեսը պիտի անի։ Այսպես էր ասում։ Իսկ մեզ այդպիսի ժողովուրդ ձեռ չի տալիս, որը մեզ հետ հավասար մտնում է այդ գործերի մեջ։ Խոսակցությունը այդպիսին էր անտանելի հայերի։ Իսկ այժմյան հայը, Հայաստանի պաշտոնյան աշխատավարձով ինչի՞ չի աշխատում։ Եվ Սովետ միության մեջ էլ ապրող պաշտոնյան ինչու աշխատավարձով չէր աշխատում։ Աշխատավարձ, այդ ինչ բան է, ինչ էր, երբ որ ամբողջ Սովետ միության մեջ աշխատավարձը էր, հայի համար սովետական Հայաստանում աշխատավարձը ծաղրի ենթակա մի բան էր։ Ով որ աշխատավարձով էր ապրում, անպատվված էր։ Էս ինչ է գա, նորից պրովոկացիաներ են, մեջը մարդ կա, դուրսը մարդ կա, ինչ բան է, այս քննության առարկա խնդիրը, չէ։ Երբ որ մի երկու քայլ հետ շարժենք, կտեսնենք, որ դա կապված է արդեն հոգևոր աշխարհի պաշտոնյաների վարքից, դրվածքից, կենսաձևից։ Մեկ բրծում չկա դրանից։ Այսինքն նրանք հասարակ չեն հագնում, հասարակ չեն ուտում, հասարակ չեն ման գալիս, հասարակ չեն բավարարվում, չեն սահմանափակվում մինիմումների մեջ։ Եվ այդտեղ բաց է դռները անսահմանափակ աշխատավարձների։ Բաց հարաբերություններ են։ Այս մեկ, այս մի ճյուղը թողենք, ուրեմն այս մեկը երևաց արդեն։ Պետական ծառայողների մոտ, սկսած Սովետ միության շրջաններից եմ ասում։ Աշխատավարձը 100-120 ռուբլի է, այն ժամանակ միավորները նույնն են։ Իր ծախսերը հազարավոր ռուբլիներ են ամսական։ Աշխատավարձը արդեն ծաղրի առարկա է, չէ։ Մինիստրի կնիկը, պաշտոնյայի աղջիկը էր, չգիտես տղան եսի միջ, բան, այսինքն արդեն այս աշխատավարձով չաշխատելու եւ չբավարարվելու հատկությունը, որը բխում էր ինչից, հիմա ցուցամոլություն, լավ ապրելու կարողություն, չգիտեք ինչ էր, բան, այս կողմ, այն կողմ եւ այլն։ Բայց մի հատ ճնշող հանգամանք, դրան հավասարակշռող հանգամանք չկա։ Սայթի մեջ դրված է հրյաների վերաբերյալ մի շարք օրենքներ, լավ նայեք, մի քանի ձևեր է դրած, կարդացեք դա եւ սովորեք հրյաներից, որտեղ մի քանի կետերում գրված է արգելվում է, ոչ թե գրված է խորհուրդ չի տրվում, բան արգելվում է, օրենք էս ինչ։ Այսպիսի հագուստ կրել, որը ուրիշի նախանձը կգրգռի, արգելվում է քայլվածքի ժամանակ գլուխը դիկ-դիկ բռնել, այլ պետք է նայել գետին ոտքերից մի քիչ առաջ։ Օրենքներ, այս ինչ է նշանակում։ Ինչու հանկարծ այս համաշխարհային հին մշակութային իմաստությունները նրանք օրենքներ են դարձրել։ Իսկ մենք մինչև այսօր այսպեսի պատճառը ցածր աշխատավարձն է։ Դիկ գլուխը գիտեք ինչ է ասում հրեական այդ պրոտոկոլների մեջ, թալմուդի մեջ եւ այլն։ Ասում են դիկ քայլում է միայն ապուշ մարդը։ Իսկ նա որը գլուխը խոնար նայում է իր
կոշիկների, ծայրերին եւ գետնին, որով քայլում է, այդ մարդը խելոքության նշան է։ Արդեն ուզում է ասի, որ քու կենցաղավարության մեջ գլուխդ բարձր մի բռնի, գլխիդ կուտես։ Հասարակությունը քեզ չի սիրի։ Դու էլ կազմված ես հասարակությունից, այդ հասարակությունը կքայքայվի, եթե դու քեզ երևակայում ես։ Երևակայման տենդենսը օրենքով արգելվում է։ Մեր մոտ երևակայական տենդենսը ինչի է վերածվում։ Եթե այնտեղ հագուստներից է սկսում, եթե դուք գնաք Beverly Hills եւ նրան հարող փողոցները, որտեղ հրեական դպրոցներն են, սինագոգներն են, ու մի պահ կանգնեք ու նայեք այդ ժողովրդին, թե ոնց են գնում մայթերի վրա, առանց մեքենաների, միագույն շորերով, խամրած, ոչ թե փայլփլուն, ֆրանսիական, բելգիական մոդայիկ, սև, որը համեստության եւ խոնարհության գույնն են համարում եւ աննկատելիության եւ ջերմակ մաքրության եւ այդտեղ դուք չեք տեսնի այն ինչի մասին Հայաստանում իրար կոկորտ են կրծում կամ գլենդելում կամ որովհետեւ հայաշատ շրջանում որտեղ մեքենաները փայլում վնգվնգում են այդտեղ չեք տեսնի մարդիկ որոնք մեքենաներով գնում գալիս են եւ ազդանշաններ են տալի ես եկա ես գնացի նայում ես տեսնում ես սա օրենքների մեջ է գլուխները կախ մայթերի վրայով գնում գալիս են հին կոշիկներով եւ այդտեղ դուք կտեսնեք հոդվածի մեջ է գրված նրանք կուտան Մհեր Մկրտչյանի մի դարձվածքը որտեղ ասվում է 1980 թվականին հрьяաները մի օրենք ընդունեցին որ իրենց հանգուցյալների վրա գերեզմանների վրա ծաղիկ չդնեն այլ այդ ծաղկի փողը ուղարկեն իրենց պետությանը կամ օգտագործեն թեկուզ իրենց ընտանիքում իրենց հարցերի մեջ եւ այդ իմաստուն օրենքը հանկարծ հայերը թարս են անում թերթի մեջ կարդում ես զարզանդում ես ախր աշխատավարձող ապրող մարդիկ հանկարծ իրենց երեխաների հարսանիքին 3 տոննա վարդ է բերել Հոլանդիայից աշխարհում այդպես հիմար հրիա չես շարի այդ աստիճանի որ Բաղդադես այդ մարդկանց հետ այս կոմսոմոլների որ Հոլանդիայից Հայաստան 3 տոննա վարդ բերի որ իր աղջկա հարսանիքը կամ տղու հարսանիքը զարդարի եւ առաջի հոդվածներից մեկը որ ասում է գլուխը տնգած մի քայլի հասարակությանն ես վնասում համեստ պայի քեզ հայ ժողովրդի մոտ բացակայում է ուրեմն իմաստուններից թողած այս խորհուրդները մեր խորհուրդներն են ասեն հին աշխարհի հրեական ժողովուրդը վերցրել է կիրառումը հաջողությունները ակնառու են աշխարհի տերերն են իրենց համեստությամբ կենցաղավարությամբ իսկ վիճակները նայես նրանց աշխատավարձը ցածր աշխատավարձով չեն կարողանում ապրել որովհետև ոնց կարես ապրես աշխատավարձով երբ որ նույնիսկ չգիտես որ չես հասկացել որ նոր տարվա վրա ծախսած ծախսերդ որ պիտի հարևանից բարեկամից տրակցնես ցույց տաս 10 օրից հետո աղբանոց ես նետելու եւ այդ քեզ պետք չէր ինչի ես արել ինչի ես արել այդ ծախսերը ինչի ինքդ քեզ չես կարողանում հաղթահարես որ ասես այս բանը ինձ վնաս է չեմ անելու եւ ովքեր են ինչի մասին եմ կարդում հավաքարարը
Ինչի է այդ անում, որպեսզի վազի բազարից նոր տարվա համար կամ ինչ որ իր բարեկամի ծնունդի համար մի հատ իր հավաքարարությունը գերազանցող թագավորական նվեր առնի կամ մի ուտելիք տա, մի շոր հագնի, որ բոլորը ասեն էսի հիվանդանոցի հավաքարարը չեսի նախարարն առողջապահության, հոգեկան հիվանդ, գլուխը կախ, փոխանակ, այստեղ մաքրի, մաքրեմ, միայն ընդեղ մաքրի, մաքրեմ, ստեմա, չէ, ինքը պետք է որոշի որտեղ մաքրի, որտեղ ինքը գլուխը տնգած է քայլում։ Եվ այս մարդկանցով կազմված պատկերացեք սա հավաքարարն է։ Բայց նախարարի վիճակն ինչ կլինի։ Նախարարը արդեն աստծու նման մի բան է Հայաստանում։ Եվ այդ հիերարխիկ բուրգը, որ նայեք հավաքարարից սկսած, մինչև Սերժ Սարգսյանը։ Քիչ կմնա գլուխները մտցնեն մեջքների հետևը, որ իրանք Աստված են, ես իրանց դեմը խաղ չկա։ Չեն ամաչում պարզապես, որովհետև ծգետ են։ Ծգիտության հաղթահարում է պետք, կարդալ, հասկանալ փիլիսոփայությունը, ոնց պիտի լվացվես, ոնց պիտի քեզ պահես, ոնց պիտի նայես, ինչ պիտի ուտես, ինչ պիտի հագնվես, ինչ պիտի ծախսես, եւ որ այդ բոլորը հասկանաս, նոր կա այս հարցերը ինքն իրան կվերանա, չի կարող բան անել, ապրել։ Հիշում եմ Քոչարյանի օրոք այս հարցերը նորից եկան, կաշառակերության եւ այլն եւ այլն։ Նույն հարցը դրվել են, ասենք, սրանից 8 տարի առաջ։ Հարցը այսպիսին էր. ավտոտեսուչները մեքենաներին կանգնացնում են, կաշառք են վերցնում։ Կաշառքը, այսինքն յազվություն են անում, ֆիլմեր կան, չէ՞։ Որտեղ այս մեքենա էսի ունի, էնի ունի, տեղ պասպորտը էսի ունի, էնի վերջում ասում է, ես ինչա մի հատ պարում է, նագանը թանել եմ, վերջում էլ ասում է, բա շաբաշ չես տալի, փող պիտի մուրա մարդը։ Ասում են, այս ձևերի մեջ խտրականություն չկա։ Այս այլանդակ երևույթը Քոչարյանին ասում են, երևի մի հատ լավ մարդ ասում է, այսպես է դրությունը, մտածի, ընկեր կոմսոմոլ, մտածի, Լենին պապիկի նման մի բան մտածի։ Այս կոմսոմոլ կապիտալիստ պրեզիդենտը, որ հիմա արդեն միլիոնատեր է, որ վարդեր է բերում Հոլանդիայից իր տղայի հարսանիքին, այս աղքատությունը բառից բուն իմաստով, ասում է, բա նրանք էլ ընտանիք են պահում, ո՞նց պիտի պահեն։ Այսինքն, ինչ ընտանիք են պահում, ո՞նց պիտի պահեն։ Եվ այս խոսակցությունը եղել է, այսինքն արմատավորված է սա։ Սրան այս բոլորը դուրս գցելու համար կոռուպցիոն մեխանիզմներ բան անհնար է։ Երեխայի գլխին պիտի նստես, արդեն որ մեծանում է, քարոզ կարդաս, հրեական օրենքներով, անունը դիր հայկական դիր, որպեսզի այդ երեխան մեծանա, Քոչարյան չդառնա, Սերժ Սարգսյան չդառնա, Կարեն Դեմիրճյան չդառնա, Ծառուկյան չդառնա։ Ծառուկյանը 5 տոննա է բերել Հոլանդիայից։ Այսինքն գլուխներդ կախ, որովհետև երբ որ գլուխներդ տնգում եք, հասարակությունը մեռնում է, բնության օրենք է դա։ Անտառի օրենքն է։ Եթե մի ծառ բարձանա այնքան որ մնացածին պիտի ծածկի ստվերով ու չթողնի ապրել հոգեբանորեն, շարժելով նախանձը, զրկելով ջրից, արևից, ջերմությունից, չգիտեք ինչից, ապա տեղի կունենա էկոլոգիական աղետ այդտեղ, չէ՞։ Հայաստանը այդ օրենքի մեջ է մտել։ Որտեղ Ծառուկյանի հիմնադրամը այսօր բոլորի շրթերին է։ Ծառուկյանի գլուխը ամենաբարձրն է։
Հիմա դրա հետո պետք է հելի Քոչարյանի գլուխը ամենաբարձրը։ Ո՞ս է, ես 3 տոննա, դու 5 տոննա։ Ներմուշը պետք է հայտնվի 10 տոննայանոց մի հատ հոլանդական հարսանիք պետք է տեսնենք։ Եվ հրեական օրենքներից բխող այս ապուշների մրցավազքը վերածվելու այս տեսակի հոդվածների պատճառը ցածր աշխատավարձն է, թե պատճառը ուրիշ բան է։ Ով պիտի փրկի այս ժողովրդին այդ հոգեկան հիվանդությունից։ Հասկացանք ցեղասպանությունը կեր է, ինքնության կորուստա ունեցե, վերականգնում է ուզում, բուժվել է ուզում, վախեցած է, տեսակ բաներ կան, ինքնահաստատման է ուզում գնա, ես կամ, ես ապրում եմ, ես մեռած չեմ։ Բալավ ես բոլորի մեջ նրա դեղատոմս չկա, մեկից վերցնել գոնե, թե նման դեպքերում ինչ են անում։ Դրա համար ես խորհուրդ կտամ ձեզ, դրված է իրար հետևից, կայքեջում լույս, ինչ որ վերաբերվում է հրեական դաստիարակությանը եւ խոսակցություններին, ինչքան դաժան, ինչքան անմարդկային, ինչքան, բայց հանկարծ այնտեղ կտեսնեք հրեան հրեայի նկատմամբ ուշադրություն, սեր, զիջողականություն, շահագործման բացակայություն, համեստություն։ Իսկ դա ձեզ մտածելու տեղիք կտա, թե որն է մեր այս դժբախտ վիճակի պատճառը, ինչն է պատճառը, եւ որն է նրանց հաջողությունը։ Ինչով է պայմանավորված։ Ինչ հրաշք տեխնոլոգիա են օգտագործել, որը մենք միայն ասում ենք միասնություն ունենանք, համերաշխություն ունենանք, քավոր ունենանք, չգիտես, սպաներ ենք խոսում։ Մարդ զարմացնենք, մարդու վրա իշխենք առանց իրեն մոտենալու, քայքայելով նրա հոգեբանությունը։ Ոչ թե մենք այնպիսի դիրք գրավենք, որպեսզի այդ մարդը հոգեբանական տրավմայի չենթարկվի։ Այսինքն մենք սրիկայություն անենք, մենք ստանանք ցածր աշխատավարձ, բայց այդ մարդուն վրա տպավորություն թողենք բարձր աշխատավարձ եւ հարստության, թող ճաքի։ Բայց հակառակը չանենք, ստանանք բարձր աշխատավարձ, թաքցնենք եկամուտները։ Մարդը ազատ լինի քո ազդեցությունից իր ընտանիքի, իր անձի վրա, որ դու իրան չվնասես քիթդ երկինք տնկելով։ Այս հարցերը, որոնք հիմա այսօր քննեցինք այս ամեկի հոդվածից հետո, գաղափարազրկության սովորույթներից զրկված, օտարված, իմաստություններից զրկված, հասարակական կյանքի կանոններ չունեցող ժողովրդի դրվածքը։ Եվ այս վակումը, այս փոսը պետք է լցվի, դրա մասին պետք է մտածվի։ Սրանով ավարտում ենք այսօրվա հաղորդումը, ստեսություն ձեզ։